Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը խեղաթյուրում են իրականությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Զախարովան նշել է, որ ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը անհնար էր, քանի որ անգամ Հայաստանը չէր ճանաչել այդ տարածքը։ Ի պատասխան Բաքուն շեշտել է, որ միջազգային հանրությունը, այդ թվում Ռուսաստանը, Ղարաբաղը միշտ ճանաչել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն կոչ է արել պաշտոնական Մոսկվային զերծ մնալ նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում հիշատակելուց։ Ադրբեջանցի դիվանագետն այս մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի երեկ հնչեցրած հայտարարություններից հետո։ Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրությունը, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը մշտապես ճանաչել են որպես Ադրբեջանի անբաժան մաս, հակադարձել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։ Հաջիզադեի խոսքով Հայաստանի շուրջ 30 տարի օկուպացրած ադրբեջանական տարածքներում ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման հարցը օրակարգային դարձնելու փորձերը եւ այդ հարցը Ղարաբաղի ճանաչմանը կապելը ոչ միայն հակասում են ռուսական պաշտոնական դիրքորոշմանը, այլև բացարձակ անհիմն են։ Վանաձորի բուլղարական թաղամասի վագոն տնակներից մեկի մոտ 3-6-ամյա աղջկա մարմին է հայտնաբերվել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով երեխային հայտնաբերել է քույրը։ Նախաձեռնվել է քրեական վարույց սպանության հատկանիշներով, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով երեխայի մահվան պատճառ է դարձել դժբախտ պատահարը։ Մելիք գյուղում մորը դաժանաբար սպանելու համար մեղադրվող 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մերձավոր ազգականի մասնակցությամբ սպանություն կատարելու հատկանիշներով։ Հաշվի առնելով քրեական վարույթում առկա փաստական տվյալները, նրա նկատմամբ անվտանգության միջոց բժշկական հսկողություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է։ Был разговор в продолжение. Ռուսաստանի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսով են խոսել։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության երկրների առաջնորդները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր։ Պուտինը ու Ալիևը շեշտել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթը ու կառավարությունների և համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ակտիվացումը։ Կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցությունը հետագայում ընդլայնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Նախօրեին հայկական կողմի նախաձեռնությամբ Պուտինը հեռախոսով խոսել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քրիստոնեական տաճար է վնասվել Լիբանանի հարավում իսրայելական հրետակոծության հետևանքով։ Ըստ որոշ լրատվամիջոցների Իսրայելի պաշտպանության բանակի հարվածը ավերել է նաև նույն վայրում գտնվող մզկիթ։ Ավելի վաղ հուլիսի 15-ին ձեռք բերված հրադադարի ֆոնին իսրայելական հրետանին հրթիռակոծել էր Տալուս և Մարկաբա բնակավայրերը։ Ռուսական զինուժը ռեակտիվ ԱԹՍ-ներով հարվածել է Նիկոլաևի նավահանգստում գտնվող 2 բեռնատար նավի։ Բացի այդ հարվածներ են հասցվել Կիևի մարզում գտնվող ռազմական պոլիգոնին։ Նախնական տվյալով հարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, 100-ը վիրավորվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է ԱՄՆ։ Այսօր նա Սպիտակ տանը Երևանի ժամանակով ժամը 17:35 կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Նա հայտնել է, որ նախատեսում է հանդիպումներ ունենալ նաև ամերիկյան թիմի և այն ներկայացուցիչների հետ, որոնք կարող են աջակցել Ուկրաինային։ Առաջնահերթությունը հակահրթիռային պաշտպանությունն է և Ամերիկայի հետ ռազմավարական համագործակցությունը։ Աշխարհը պետք է ավելի մոտ լինի խաղաղությանը, գրել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։ Ըստ մամուլի Ուկրաինան և ԱՄՆ-ն համաձայնեցնում են խաղաղության նոր առաջարկների փաթեթ, որը նախատեսվում է ներկայացնել Մոսկվային։ Հնարավոր է հանդիպման ընթացքում քննարկվի նաև Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների կազմակերպման նոր փորձը։ Այնուհետև Երևանի ժամանակով ժամը 19-ին Թրամփը հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Իրանը ինքն է խնդրել հանդիպում անցկացնել միջնորդների միջոցով և ուղղակիորեն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ կողմերը արդեն բանակցում են և հնարավորություն կա համաձայնագրի հասնելու։ Թրամփը շեշտել է, որ առանց ԱՄՆ-ի կոշտ գործողությունների Թեհրանը չէր համաձայնի երկխոսության և նշել, որ նավերին պատճառված վնասը փոխհատուցելու համար կօգտագործվեն իրանական սառեցված միջոցները։
And we're meeting. Անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ սպասվող հանդիպմանը ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանի հարցում իրենց դիրքորոշումները բավականին մոտ են։ Այնուամենայնիվ Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու վերաբերյալ Նեթանյահուի առարկություններին ի պատասխան Թրամփը շեշտել է իր անկախությունը, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող իրեն թելադրել, թե ինչ վաճառեն եւ ինչ ոչ։ Նա Թուրքիան անվանել է հիանալի դաշնակից, ընդունելով, որ Անկարան Իսրայելի եւ անձամբ Նեթանյահուի մեծ երկրպագուն չէ։ The strait is in very good shape. Վլադիմիր Զելենսկիի այն մեղադրանքներին, թե Ռուսաստանը Իրանին արբանյակային լուսանկարներ է տրամադրում, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ այդ հարցը կճշտի անձամբ Վլադիմիր Պուտինից, թեև նշել է, որ դա էական ազդեցություն չի ունեցել իրավիճակի վրա։ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի հետ դիվանագիտական հակամարտության պատճառով ցուցադրաբար լքել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստը։ Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ անցած ուրբաթ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան երկարաձգել էր ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկի մանդատը։ Սակայն ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ եւս մի քանի երկրներ դեմ էին քվեարկել։ Ժնևում Ֆրանսիայի առաքելությունը կտրուկ արձագանքել էր այս ամենին, հայտարարելով, որ ԱՄՆ-ն այլևս մարդու իրավունքների փարոս չէ եւ կանգնած է Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալի եւ Ռուսաստանի հետ նույն շարքում։ Ամերիկյան ներկայացուցիչ Դեն Նեգրեան այսօր դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի լսի քաղաքականացված դատարկախոսությունը եւ չի հետևի Ֆրանսիայի կեղծավոր կեցվածքին։ Հրդեհ է բռնկվել Բարսելոնայի Կլոդ եւ Գլորիես մետրոյի կայարանների միջև, տուժել է 137 մարդ։ Գնացքի մեքենավարը մոտ 50 մետր հեռավորությունից նկատել է կրակը, շտապ արգելակել եւ ահազանգել արտակարգ ծառայություն։ Թեև նման իրավիճակներում խորհուրդ է տրվում սպասել հրշեջների ժամանմանը, վագոններում առաջացած խիտ ծխի պատճառով շնչելն անհնարին է դարձել։ Այդ պատճառով ուղևորները բացել են դռները եւ վազել թունելով։ Հրդեհի բռնկման պահին մետրոյում եղել է շուրջ 300 մարդ։ Չիլիում առատ անձրևների եւ ուժեղ քամիների հետևանքով առնվազն 3 տորնադո է գրանցվել։ Աղետը վնասել է տասնյակ տներ, ցանքատարածություններ, էլեկտրագծեր եւ փակել ճանապարհներ։ Տուժել է 107 մարդ, կա 1 վիրավոր։ 41 բնակիչ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ։ Զոհերի մասին տեղեկություն դեռևս չկա։ Ճապոնիայի հարավում 7.1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումներից անմիջապես հետո երկրում հայտարարվել է ցունամիի սպառնալիք։ Իշխանությունները հորդորել են ափամերձ շրջանների բնակիչներին պահպանել զգոնությունը։ Զինեդին Զիդանը պաշտոնապես նշանակվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ 54-ամյա ֆրանսիացին նախկինում 2 անգամ գլխավորել է Մադրիդի Ռեալը։ Արքայական ակումբի ղեկին նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, 2 անգամ նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, Իսպանիայի սուպեր գավաթը, UEFA-ի սուպեր գավաթը եւ աշխարհի ակումբային առաջնության գավաթը։